Սիրիայի արևմտյան հատվածում տեղի ունեցած վերջին մի քանի օրվա բախումների հետևանքով սպանվել է 1000-ից ավելի մարդ, որից 745-ը խաղաղ բնակիչ։ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարան հայտարարել է, որ որևէ կողմի թույլ չի տա խախտել իր երկրի ազգային միասնությունը կամ խաթարել քաղաքացիական խաղաղությունը։ Մի շարք երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ ՄԱԿ-ը կոչ են արել անկախ եւ թափանցիկ հետաքննություն անցկացնել, բացահայտելու տեղի ունեցած հանցագործությունները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները պարտավոր են պատասխանատվության ենթարկել նրանց, որոնք հարձակվում են երկրի ազգային փոքրամասնությունների խաղաղ բնակիչների վրա։ Սիրիայի նախագահի հրամանով ստեղծվել է քաղաքացիական խաղաղության պահպանման բարձրագույն կոմիտե հետաքննելու եւ բացահայտելու սիրիական ծովափնյա շրջաններում տեղի ունեցած իրադարձությունները։ Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությունը ընդհանուր անվտանգության ուժերի հետ համատեղ մարտի 6-ից լայնածավալ ռազմական արշավ է սկսել զինված խմբավորումների դեմ, որոնք ըստ նրանց կապված են սիրիական նախկին իշխանությունների հետ։